Ես գնացի կհանդիպեք, արդեն միշտ։ Ծանրությունով դուք կհանեք, կիստներ չէ ուրիշ բաններ դուրս կգա։ Դե մեր գործն էլ դիք է բժիշկ ջան։ Հալալ է նաս ջան։ Այդ ավտոնը Երևանի տնօրենը նվիրել են, հալալ է։ Ու քեզի սամալը տրնվիրեն քիչ կերան։ Այդ տանջանքն դուք կքաշեք։ Պարաբունքից կուշանում բժիշկ ջան։ Սա ինչ պիտի անենք մենք երտանք։ Այս հրավը պիտի պարաբիս։ Ինքը ձեր ոչի դե բժիշկ ջան։ Ինչ զգացիր պահոստին քեզ։ Ինչսեմ։ Ինչ որ ժամանակը կանգնած երներ։ Ինչպես վերականգնվել ես։ Ոչինչ էլի, բաց ջան։ Այդ ձերդ ինչ ես եղել։ Ձեթին ունեցած։ Կարող եք եկել։ Անցակտե ու սպասել, մերոն։ Շադիր։ Նայեք։ Այսինք է չեմպիոնական պահվածքը։ Մարդ 3 սաղ աշխարհը կրեց։ Այսօր գլուխը կա, հանգիստ երեգել է պարամունքի։ Ասենք է ուշացել է, հելո ինչ։ Ինքը չեմպիոն է, իրան գահասնի։ Ընկերակաս, առավոտ նազնեք է պարապել է մինչև ձեր գալը։ Վայ, ինչ սրտաճան մի պատմություն կերես, աղջես, եվանից ես սկսե պաստաբան վարձել է, տենաշեն, դու հնարավորությունը դոր ունի։ Լեզիտ մի տուանցի գործի, պարամունքդ սկսե։ Գատ հարցը, նազ։ Օրնակ դու քեզի, ինչ աղկազգազ է չեմպիոնությունից հետո։ Ես իմ ինքեր արդաշ, ինչ որ այդ ամեն ինչը ես էր արջերնին։ Լայներին ես կհամես ճանիտ, իսկ ձերդ ինչ է եղել։ Հետ սուտից բան եք անցնի։ Կպետք եմ ես, չէ։ Որքան։ Որ սպորտը կթողնիս։ Չէ, բացարձակ։ Տրեներս ասել եմ, չեմ գնալ պարապունքի։ Բայց ինչի է այդ։ Որովհետև տանը մի չեմպիոն պիտի։ Այդպես ունի ես սա։ Դու բնությունից ամեն տվյալ ունիս։ Ուղղակի քո խնդիրը տնիկ է, որ չես կենտրոնանա ու անդադ ուրիշների հետ կհամեմատվիս։ Այ մենակ ես կրիտիկան չլսելու համար արժի թողել սպորտը։ Բայց ասի կրիտիկա չէ։ Ես Գուլարիդ համար կսեմ։ Ինչ կենես։ Որ ընկեր Արտաշը տեսնի։ Չհասկացա, այդ ընկեր Արտաշը հերը տա, ինչ տա։ Վաղ կա ինքս սաղից առավել է։ Խնդրեմ գադիկ չմոռանաս։ Լավ, եղավ։ Գնանք մի բան ուտենք։ Պիտի պարապիմ։ Ես ձեռով պիտի պարապես։ Այդ է մեր տարբերությունը, իմ հասկանում ես։ Թրի պարապի, բայց վաղ իրիկուն իմնես։ Էպա որ ընկեր Արտաշը տեսնի։ Նազելի։ Սիրեմ գը։ Գժվին գը։ Խելերին գը։ Սայլուկնամ գը։
մեր սպորտում ամենադաժան բանը դիք սերն է։ Անգլիզների դողերեք։ Դե ես չեմ սե միքս սիրեք, սերը վատ բան է։ Լավ մանը սիրեք։ Այդ ուղեղիդ 75%-ը գնամիր ես էդո։ Ու չես կրնա չմտածես դոր մասին։ Որովհետև ֆիզիոլոգիա է։ Պետք է մտածես։ Այս սպորտը նրիրում կպահանջի։ Ինքը չի ճանչնա ոչ էր, ոչ մեր, ոչ քուր, ոչ աղբեր։ Դեմեր Օլիմպիադա է։ Ելեք պարապեք, ձերնեք ծալած դասել եք օրինչ։ Շարժվեք, իրիկունները զբավի եք։ Давайте շարժվակ։ Դաներս չի թվում, դաներս չի թվում։ Ես մեդիում։ Արեք, սիրում ես, թող արեք։ Երթով, եկակ, ապրիկ, խելոք եք։ Այս հեռախոսի դինամիկը չի աշխատի, բարձրախոս եմ դրել, քեզի շատ եմ կարոցել, մտածեցի կի ջղայնանաս, որ իմանաս բորի ենք։ Չէ դե խիպտի ջղայնանա, բաղձի պարապես, չեմպիոն դարնել այդքան հեշտուրներ սաղաս է կդարնել։ Սաղ չիտեմ, բայց դու հաստատ կրնայիր դարնայիր։ Հիմա անցել են ազելի։ Ինչն է անցել, ամեն ինչն էլ դեմդ է, պարաբեիր իրար հետ երտային Օլիմպիադա, ինչ խլավ կեղներ։ Ու դու էլի չեմպիոն դարնայր, սաղաս էին կնիկը մարդում կրեց։ Նախ դու կհաղթեիր, երկրորդն էլ դիք ինչ կարևոր է թե ով ինչ կսեր։ Դե դու չես հասկանայր այդ բաղը, տաղամարդ պիտի լինես, որ հասկանաս։ Լավ գնա հանգստացի։ Գրկեմ կը, Սիրենք, գժվին կը, խելերենք։ սայլուգդամ կը։ Եթե մերել է քեզից արագ կշարժում, իկիմ արագ շարժում։ Միքսեր չէ, միքսեր։ Մեն ազլավ չես։ Այն օրերն են գերորդոշ։ Դե ատոմոր կուրն է գել է, շնարվենգա, աստուծուսելի։ Դոմիզը ինչ բան չի է դապ կրել, որ առաջության ժամանակ եղն ինչ պետեն է, անցալ վասկի։ Ում է դեն, անցակ վասկի, տեղից հետո իմ օրենտերս պտի գործել, չեք ուզեք հնացեք, չեմպիոն չեղնիկով կուզեք եղեք, թարգոր կուկա, մեզանատությունը պոլուս կեղնի, Ով քրիստը չեմ կրնա, արիստեղ մետաղն նստինք, բաչիքները գուկան, գիշնինք, որ գեր արտաշ լիմանա, ուրդից պդի իմանա, չի հետև է, Չեմպիոն ջան, տնօրենությունը քեզի համար առանցին պայմաններ է ստեղծել։ Ախոն դու հասարակ մահկանացու չես, սաղի են նստիս։ Что որան, դուս։ Ոտով, դու էլ հետը, ես ես իմ դեղը դիմավոր եմ, աղ ու հացով։ Մարզի որ թատը դրեց հարցագի, դիլերի ուրիշ մարդ դառնա։
Վայրենի գազան պետք է դառնա։ Իր աչքերից կրակ պետք է թափի։ Կին կրնակ դուսներ եղնիկ։ Ամեններ պին կինը կրնակ եղնիկ։ Կյանքում կրնակ տանգի չեղնիկ։ Ամենը նուր կինը կրնակ եղնիկ։ Რაც եթե ոտքերդ բերեցիք հարտակին, այդ ժամանակ վայրենի գազան պետք է դառնար։ Ու հեչ մեծ տղամարդը ձեզից ուժեղ չպետք է եղնի։ Ոչ իր բնավորությամբ, ոչ իր աշխատասիրությամբ։ Աղջիկը շնչե, չհանդերմազի տերտի շնչերիը։ Աբրիս մամջան, Քորանամ ես։ անձողիկ բան է։ Էս ինչ եք ու քաշածը դայ բանը։ Անուշ, գոնե երեխու մոտ լացմի եղնի։ Չոր դու լաչ ես է։ Գիտես չեն որ սիրտը դիմից շատ ցավ։ Հետագույն մարդը երեք անգամ նվաճել է օլիմպիադան։ Նազիրոք համը հանեցիր։ Աղջի մուշ տանգել մուշ։ Թերքսը թեցքում է չը։ Անուշ, երեխուն անտիստ։ Ինչ կուզեք հողեն է։ Կրնա մեր ասալյանն էլ մեր տունը կա։ Ուզեիր սեիր Յուրիկ Վարդանյա։ Սեի, չեմպիոն։ Չեմպիոն։ Լայն է պարոն, աշխարհի չեմպիոն, Հայաստանի Չիդակսկի բանը չէ կյանքը, ինչև բանում շաստից կեզի բանետեղ դնոք չի անի։ Պես է կյանքի օրենքն է։ Բարում աշես։ Պետական պարք է բան լավ է, անչուն եմ սրնաս։ Բայց դու արնվածա, 6-7 ալիմպիսկի պտի նվաջես։ Հասկցի, դու դարնաս Հայաստանի սպորտի թագուին։ Ինչ դե վարդսոր։ Աստված ամիշ տվել է քեզի։ Սրբել է դդեն։ Ոնց դերել է կողքդ։ Դու աշխատասիրություն ունիս։ Ու չեմպիոնական ձգտում ունիս։ Դու հմիմեննակ պետք է մտածես նոր մասին։ Հա, բայց դի կտպես էլ կա ընկեր Արտաշ։ Այդտեղին մոռացի։ Մարդ իր անձնական կյանքը չունենա, ընկեր Արտաշ։ Նաս թող մարդ իր անձնական կյանքը ունենա, էլի թող ունենա։ Ես բան չունեմ սելու, բայց հեմ մի փոս սերը դնդանիկը։ Ամեն ինչը ցիկ պետք է, ես շտանգեմ պետք է լինի։ Հասի օլիմպիադի օսկուն, ոնց հետո ինչ կուզես էրա։ Դու շատ լավ գիտես, որ ես մտածալա ամեն ինչ կմոռանամ։ Պրոստը վստահ հենցի։ Չեմպիոն ջան։ Դու կրնաս ինձ ասես, ինչով կտարբերվի չեմպիոնը ոչ չեմպիոնից։ Դե աշխատասիրությամբ, կամքի ուժով, նպատակասլացությամբ։ Ամրիսը դիկա, հետո ամենակարևորը։ Կենտրոնանալու կարողությամբ։ Իբեսուր չեմպիոն ջան, կենտրոնացի։ Կենտրոնացի։ Ենքան կուզես քաղաքը քեզ նվիրեին աս։
Իսկ ես կուզեի այս քաղաքին հաղթանակ նվիրեի։ Դե նվիրել ես էլի։ Այս քաղաքին ինչ էլ նվիրես քիչ է։ Այդ քեզ ինչ էլ տան քիչ է։ Լավ, կենացդ։ Դու գիտես, որ ինձ շատ բան պետք չէ։ Խմի, համել նկանները կտակասնես։ Հիմա ուզում ես ասես ես ոսկի, հա։ Ես իմ լավ է դու շեր տանք։ Վռավ ես։ Չէ, պրոստը չեմ ուզա շատ շեղմեմ ռեժիմիցս։ Իա, այդ ես էլ քեզ շեղողն էի, հա։ Այդ սպորտսմեն մարդ ես։ Սպորտսմեն էի։ Ինչ օր է, դու շատ լավ գիտես, որ սպորտը 100% նվիրում կպահանջեն։ Նարժեն գիտես ինչ, միակ կողմնորոշվի էլի, որն ա քո համար կարևոր, ընտանիքը թե սպորտը արդեն զզվզրիր։ Այդ կոսածը սպորտի մեջ ես իմ սաղ կյանքս եմ դրել, թե ես էլ կուպես սպորտը պիտի թողնի։ Քանի ամիս է այս արտահայտությանը դեի սպասում, ապրես։ Գիտեք, չես պես վնասված ֆուտբոլիստներ եք ստանել։ Ռոնալդոն էլ ունի։ Այդ արխիվները, որ այդ հարվածից չլերն են վնասվել։ Կրնաշ ծունգը ճաշտեր։ Դերդելու կարդում է։ Դեմ օլիմպիական խաղերն են։ Իմիշ մտենք։ 6 ամիս դատար։ Հետո ինտենսիվ պարադիորս չի վերը վերականգնել։ Ես ինչ եմ ասում։ Բայց ես ինչ մեղք ունիմ, ընկեր Արտաշ։ Որ Պավլիջոն ուղերիդ 70%-ն աչխացնեի, շտանգեմ ոտիկ չէի գցել։ Ուղերն էլ վնասված կունի։ Զատուրուղը վնասված կունի։ Լավի արդաշ է։ Քրտինքի մեջ կորարայի բալա։ Մեկ տարին չկարողացավ մարզվել, ոտքի լուր։ Սպես մարզիկ չկա էլի։ Վարդանյանը ֆենոմեն է, ֆենոմեն։ Շատ պարանդավոր է։ Ենքան տաղանդավոր մարդ կա, բայց որ չաշխատիս վրեդ։ Ընդամենը երկամսյա մարզումներ եւ աշխարհի նոր ռեկորդ։ Յանի կինո նայելու եք անջամեսի։ Չէ, ոնց է։ Շտանգա։ Այդպես հազարավոր։ Բայց Վիկտորյանի համար Ինու դու չնայք, սպասը երող մոտեցումն է։ Գաղափարացել, որ ինքը նորից առաջին։
Նաժան վրազ հասնի։ Չեն գերադաշ, ինձի համար պարադիվ է։ Բարավին։ Եկուս կիրակ ես տես լավթան նստանոս, որ երկու շապտորը կարևոր պարամունք ունի կենելու։ Եկուց մեր առաջին զատիգն է, պտի կերովական էր տամ, բայց երկու շապտի ուղիղ ժամին տեղում կերնիմ։ Ճաստը մարդու դարաճի զատիգնոր դուք երտաս, հետով ինքը գա։ Ես իմս ներիկուց սեցի։ Հասկցանք իրար։ Քաղցի ձեն հան հասկցանք իրար։ Հասկցան, գերադաշ։ Նայ, որ ես եմ հաղթում, իմ ուզածով ենք անելու։ Որ ես եմ հաղթում։ Լավ, մետք թողես մենք էլ հաղթենք։ Լավ։ Դե միսայն, մեղքս որն է։ Դու էլի ուժիտ կուդաս։ Չես հասկնա, որ ասիք տեխնիկայի հարց է։ Աղջիկը էլի սկսեց խելք բացատրել։ Դու գիտես չէ, ինչ դժվարություն էլ օրեղնի, ես ըմպես կենեմ, որ մենք հաղթահարենք։ Արի ամուսնանանք։ Հիմա էլ հո աշխարհի չեմպիոն ես։ Լավ, ինչ ես ուզում դու, ես չեմ հասկանում։ Սկանան բերել ենք, արի քիչ մեն համբերենք։ Տեսնենք օլիմպիադան ինչ կեղնի ու կանուսնանանք։ Ինչ կմտածես։ Անգեր Արտաշն է պատասխանում։ Հա, անգեր Արտաշ։ Քերովական եմ մնացել։ Քո զատիկը դել շնորհավոր։ Ես երբ եմ ուշացել, որ եկուցել ուշանամ։ Բարի գիշեր, անգեր Արտաշ։ Շիշկը քելեմ։ Մազիկ ջան, մի խոսար։
բժիշկը քելեն։ Ով ինչ կերես ցավը տամ։ Կվազես էլ։ Ու չէ գնալ չի գես։ Այգուր ես ինչ եղավ, նազս, էդ կվարնուր եմ Քրիստ, էդ կվարին չասը։ Ովոդի գելնի։ Արդաշ դուրսա կայլասկով պրծենինք։ Մենք ստեղ բան չենք կնայենք, ճիշտ կյանի վրաս տեղափոխենք Երևան։ Ներողություն մի հարց կարող եմ ձեզ տալ։ Որպես օլիմպիական կոմիտեի նախագահ, ինչ եք պատրաստվում նախաձեռնել։ Ամեն ինչ լավ կլինի, եթե պետք լինի կոմիտեին օլիմպիական ուղղակի արտասահման, կապակինվի, կբուժվի, կամուսնացնենք։ Ուղղակի շատ ափսոս, որ հայկական սպորտը կորցրեց ֆիլման մարզիկ։ Єстан, Պետք է օլիմպիադա։ Գիտես ինչ բան ես երը, դուր եմ որ ջոգել ես ինչ է դարգը տվել ես, տվակ չանը դիգ, աղարկից պետատ բան է, ու տենը չարը ջուղավորի կեզի կխեղտ է, վարս եմ ու է ծավըտ տեմ, դու նաժան գողչուն ես, դին ջորը տղասի եմ դուհա, ես է սիրարվել է, Շիրակ ֆուտբոլային ակումբի կողմից մեր չեմպիոնին, դու հզոր ես մեր պարծը, նորքի մանկատան երեխաների կողմից սիրելի նազիկին, Վիկ Դարջինյան, առողջություն քեզ, հզոր ջան, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե, առողջություն քեզ չեմպիոն, Նազս, հենց ոտի էլ էր պսակվում ենք։ Էլ արդեն չես կարել իմ ահանաբրնը սպորտս հա սպորտս։ Չէ, նկատի ունեմ հասկացար։ Հիմա ունենք են ինչ ունենք։ Կամուսնանանք, ընտանիք կկազմենք, տղա երեխա կունենանք, կմեծանը կդառնա չեմպիոն։ Ինչի որ աղջիկ ծնով չի կրնա չեմպիոն դառնա։ Դիքն հարցը կկրնանա մեր ախա ունենում, թե չէ։ Կկրնանաս։ Բոլորն իրան են խառնվել, կղրգին ու կղրգին։ Ուզես ասում ես ծաղիկները հանան հանիշ չնչես։ Չէ, թող մնան։ Այս ծաղիկները անցիկը իշեցնեն, թե ով եմ ես եղել։ Ոչ թե ով ես եղել, այլ ով ես։ Կրնանամ քել եմ, բժիշկ ջան։ Մենք ամեն կարել ենք դրա համար նազիկ ջան։
պետք է համբերատար վերականգնողական փուլ անցնես։ Կկրնանեմ հետ եմ տամ սպորտիս։ Քեզ ես աղջիկ, հրաշքով դաշնատամությունից սպորտից է խոսում։ Այ բարեժան, քեզ ինչ եղավ։ Ընկեր Արտաշ, կեղնի փոխվում էր տամնազի մոտ հիվանդանոց չեմ կրնա պարապիմ։ Դիտակ է, որ պայմարցումներն է, գոլզիդն է։ Իսկականից չեմ կրնա, թողեր տամ էլի։ Ես քեզի բան ասեցի, գոլզիդն է։ Կուզես ինձի վրընդեմ, ես պտի երտամ։ Քրիստի, դուս եկավ ես դեմ չելաս։ Ես ճամպեմ մորացի։ Դիսցիպլինա, երկաթ է դիսցիպլինա։ Սիգեն պինյոր պատի վճարեք։ Մա Ելենա Իվանովան է գրել։ Հա? Աբրինգը։ Տկան տարի երկրպագել է սիրա սպորտը։ Լավ սպորտսմեն է։ Հələ կարտատեսնիկ ինչ է գրել։ Կարտա իմանանք։ Все, завязала со спортом. Помни, ты всегда будешь вторая. Անոստված աղջիկ, չի մարսե, աշխարհի մրցումներին քու չեմպիոն դառնալդ ու իրա երկրորդ տեղը ընկնելը։ Բան չկա, պալես, բանի տեղ մի դիր։ Ինչ գրեցիր։ Տեսնեմ ինչ ես գրել։ Իսանդր հագնոցներս էլ։ Я еще вернусь, но тебя там не будет. Обрез. Այս գրողը բժիշկ է։ Բան չհասկացա ձեռագրից։ Պատահում է չէ, որ ասֆալտած ճանապարհով քայլում ես ու մեկ էլ տեսնում ես մի ծաղիկ ասֆալտը ճեղքել դուրս է եկել։ Մտածում ես այդ ծաղկին որտեղից այդքան ուժ որ նույնիսկ ասֆալտն է ծագել։ Հետո մոտենում ես երկարնանում ես նրան ուսումնասիրում, ուզում ես փոկել, սակայն նրան արմատախիլաներ հնարավոր չէ։ Այդ պահին հասկանում ես, որ ուժը չէ, որ նպաստել է ասֆալտը ճեղքելով նրա ծիլ տալու։ Այլ այն աստվածային առաքելությունը, որ նա կրում է իր մեջ։ Ինքը պիտի ճեղքի ասֆալտը, որովհետև այդպես որոշված է։ Որովհետև դա է նրա ճակատագիրը։ Իր կամքին հակառակ նույնիսկ պիտի ճեղքի։ Ցավ կապրի, վնասվի այդ ընթացքի ժամանակ նրա ցողունը իր խնդիրը չէ։ Դա մտահոգություն է, որը նա անցնում է Աստծուն։ Իր ճանապարհը լույսի ճանապարհն է։ Եվ նա վեր է խորանում դեպի լույսը։ Ձգվում է ամբողջ ուժով, թեկուզ և մեջտեղից կիսվի։ Նա Աստծո զավակն է, Աստծո որոշումը, արդեն հաստատված մի բան։ Սիրելի նազիկ, խնդրում եմ, եղիր այդ ծաղիկը, դուրս ետ մոտության միջից,
ձգվիր դեպի լույսը ու ապրիր թերևս այն բոլորի փոխարեն, ովքեր արժանի չեղան այդ աստվածային որոշմանը։ Եղիր այդ որոշման կրողը և թող Աստված պահպանի քեզ։ Հնազանդես արխիվս, թե հիվանդության և թե դժվարության ժամանակ։ Կարող եք փոխանակվել մատանիներով։ Այժմ դու աղջիկ ես։ Հայտարարում եմ ձեզ այրուքին։ Զարմանալի աշխարհը ձևավորված միլիոնավոր տարիներ առաջ կատարյալ է եւ ինքնաբավ մրջունները պատկանում են միջավների այն խմբին, որոնք զուրկ են ողնաշարից։ Դա նշանակում է, որ մրջունի կյանքում ողնաշարի գործառույթը իր վրա է վերցնում նրա պատյանը եւ այնուամենայնիվ մրջունները եզակի են նրանով, որ չունենալով ողնաշար կարող է սեփական քաշից 10 անգամ ավելի քաշ բարձրացնել։ Բացի դրանից նրանք ունակ են սովորել հետևելով ուրիշներին։ Վարպան չէ ձեր առաջարկածը, բայց ես սաղ կյանքը սպորտսմեն եմ եղել։ Նազիկ ջան, ֆեդերացիայի համար շատ կարևոր է քո ներգրավվածությունը։ Բոլորս էլ գիտենք, թե դու ինչ մազիկ ես եղել։ Բայց դե կյանքը, ինչ եղել է։ Տարիներն անցնում են։ Լավ կմտածեմ ձեր առաջարկի մասին։ Դե տես, վաղը մեկին երեխեքը քեզ են սպասում։ Սրտները չկոտրես։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ուզում եմ քոպես աշխարհի չեմպիոն դառնալ։ Բայց ինչի աշխարհի չեմպիոն։ Բա ինչ։ Օլիմպիական չեմպիոն։ Ոնց թե դու օլիմպիական չեմպիոն ես։ Չէ։ Բերում եմ ես էլ չէ։ Ես ուզում եմ քո նման լինել։ Դե գնա սկսենք պարապել։ Սեթի չոր կամս արիշնակա բարաբինք։ Կարող եկալ չեմպիոն, անցի բարամուկի։ Աշխատում ենք երեխաներ, աշխատում ենք։ Ես ինչ կենես։ Ձյագայի ժամանակ բդի մեջ հետ պինդ պահես։ Թևերը թուլ։ Ուսերդ ու դաստակներդ բդի հավաքես, որ ձողը առաջ չեր տա։ Վարժության ընթացքում դու ծանրաձողը բդի դառնաք մեղարն։
Լավ ձգիվ է, ձգիվ է։ Սեզվանով է տեսել, հա, մեդալները մեջքին մարդը գնում է մարզուելու։ Դու հասկանում ես ինչ ես անում, բավար անկար ջարդվեր, լեզուց է չի վարնում ասեմ, ինչ կլիներ։ Դուր համարել կսեմ հանել, ես բդի պարաբին։ Հետնել հղի։ Հետնել հղի ես, նազիկ ճան, շնորհավորում եմ։ Հասկանում ես ինչ մեծ ռիսկի ես գնացել։ Hangi kardeş? Marcan var. İdemeyle kahretsin. Çıkat sagar. Ha, bak böyle. Hırgı vermek amcan. Eysim. Varoş baladromes. Öyle hangi tayres yapgıt. Eğer mezesiniz. Dankeni götürmenes. Martı de canlısı. Teçeli spor, iş falan hayvanat kadar götürür. Na da kameralar var. Bazı zaman bana bir geçer. Սկսենք հաղթահարել առաջին վաղ։ Որոշել եմ պարապին։ Ինչ։ Կյանքիս համը կորել է։ Ասիգին վերջին շանսս է։ Պետի պարապիմ։ Պետի փորձեմ։ Կյանքի համը կորել է, հա։ Համոզված ես, որ հաղթելու ես։ Ես մեր բանում եմ համոզված։ Կուզեմ փորձեմ։
Sakit xarja. Reshtaki deseri xar. Մեծ ռիսկի ես գնում։ Ես չգիտեմ ինչ կլինի, եթե մետաղները անենք։ Ես հետ կանգնողը չեմ, բժիշկ։ Պետք է պահրապիմ։ Մնացածը քո որոշելիքն է։ Լավ կլինի այդ վիրահատությունը Իսրայելում անես։ Դուք ինչքան կտևը։ Չգիտեմ։ Այնտեղ մի քիչ ավելի թանկ կարժենա, քան այստեղ։ Կդիմես սպորտի ֆեդերացիային։ Նազջան, այդ նույն Իսրայելի բժիշկները քո ավարի ռենտգենը տեսնելուց հետո գարանտիա չեն տվել, որ կքայլես։ Հիմա մտածում ես հանձն կառնեն վիրահատել։ Հանի այդ հիմար մտքերը գլխիցդ ինվալիդ կսարքես քեզ։ Նույնիսկ առողջ մարզիկը ինչքան երավ 5 տարի դատարից հետո չի կարող վերադառնալ ու արդյունք ցույց տալ։ Ծանր տեղը մի թեթևաց։ Որպես աշխարհի չեմպիոն հեռացի սպորտից։ Ես գանձի մասին մտածեի։ Հասկացած ես։ Նազիկ, դու գիտես մենք քեզ ոնց ենք սիրում։ Առողջական խնդիր ունենայր, գիտես, ոչինչ չեք խմել։ Չէ՞։ Ուրիշ բանի կարիք ունեք։ Ապրեք շատ։ Ժիրք ջան, վիրահատության օր ասա։ Սիրելի Նազիկ, խնդրում եմ, եղիր այդ ծաղիկը, դուրս ետ մթության միջից, ձգվիր դեպի լույսը ու ապրիր տերևս են բոլորի փոխարեն, ովքեր արժանի չեղան այդ աստվածային որոշմանը։ Եղիր այդ որոշման կրողը և թող Աստված պահպանի քեզ։ Քո երկրպագու Գուրգեն։ Նազիկ ջան, դու ես։ Ինչ ես ձեր բագիկ ջան, կարծել էի։ Ես լավ եմ, Նազիկ ջան։ Ինչ ուրախ եմ, որ քեզի կտեսնեմ։ Զալը առանց քեզի առաջ բանը չէ։ Ժողովուրդը զբորների են, անսիպեսիս կոկա։ Հեմի մարդել չկա ստեղ։ Կուզես մտի նայ, կառուցած կերնիս։ Ինչ լավ մեդալ է, չէ։
Ես էլ քեզի էի կարծել։ Ընկեր Արտաշ, ես կուզեմ, սրտանց կուզեմ հետ կամ, դու ինձի կհավատաս, եթե սես հա կմնա, եթե սես չէ կերտանում էլ հետ չեմ որ։ Բժիշկ ջան, այսպես մեր սարսաղը, երկու ոտը դրել է մեկ կոշիկի մեջ, ուզե սպորտ վերադառնա։ Ինչ ես ես։ Ինչ ասեմ Արտաշը, թող
աստիճանաբար սկսի։ Ես իմ արածի վրա վստահ եմ։ Կարևոր է ուրիշ վնասվածք չստանալ։ Հաստատ։ Հաստատ։ Naz? Naz? Nasıl değil? Naz? Ելնա։ Գերարդաշ, մեմ մոդեցում եմ ունիմ։ Դե ելնա, շու դեդա։ Ինչ ես նստել։ Ո դու սալու չես։ Ինչ մոդեցում։ Vidես ես ինչի չեկա։ Հիվանդանոց այն ժամանակ օպերացիայից հետո։ Որտեղ ես քեզ չէի ուզում տեսնել պես բարգած, ջախջախված։ Ես քեզ գիտեմ որպես ուժեղ խիզախ, նպատակասրած անձնավորություն։
Կներես ընտի։ Մի կրնասելի սեշտ աստու։ Էլ գնատում։ Գնատում։ Վաչս, դե ասա մամա։ Չի ուզել խոսա հետս։ Մենք շերվում պարանում։ Երեխեն ջերմացել ունի։ Հետեր, նազիկի պես, պատկերացեք դերախոս է, սանգատ չէ։ Լավ, պաչ է վաչիս։ Այդ ջան շրջան է կանցնի, պտի դիմանանք, գիտեմ որ հմի ձեզի պետք եմ, բայց մենք երկուս էլ կգիտակցեինք ինչի տակ կմտնեինք, խնդրեմ կփորձեին ձիքիչում հասկնաս, ալո, Էդ, Էդգար, Դե մի ամարցուկները ծրպեն ասը։ Երեխես քանի օր է ջերմության մեջ, ես մերև։ Այդպես մի իսանաս, դոստավ քո հաճույքիդ համար չես։ Հավեց էլ մեմ ադը երեխեն ինչ խտկանը հասկնա։ Թալը տուրնաս, կմեցնա կհասկնա։ Բա Էդգարը։ Էդգարն ինչ, Էդգարն էլ է երեխա։ Չի հասկնա այս ամեն ինչը։ Դե ինչ ասեմ, չի հասկնա, թող չհասկնա։ Բայց աշխատավարձի տորնորքու կա մի անգամից ամեն ինչ կհասկնա, չէ՞։ Պես միսա։ Ինչ տեսել եմ այդ կսեմ։ Հիշ չի պատկերացնի, որ տղամարդ դրկան անիքն է սրկր նայվնի։ Կնգա քրտինքով աշխատած փողով կյանք կվայել է։ Չի կրնա գործ գտնի, դժվար շրջան է մոտը։ Եղել լույսի գլորի, վելը կարտարածն է։ Նազ ուշքի արի, դժվար շրջանը քու մոտդ է։ Իմ ինչ կառաջարկես Քրիստիկ, թողեմ ես ամեն ինչի պատճառով ընտանիք սքանվի։ Նազ, ես քեզ իսպես ասեմ, եթե ընտանիքդ պետք է քանդվի, առանց էլ կքանդվի։ Տարեդարձ է այսօր, տարեդարձ է այսօր։ Ջան։ Ինչ խեսետ։ Լավ է, դու աս։ Ինչ սեմ։ Ահա որ ցավակը։ Ցավումա չգնայր, քեզ ոչ մի չեմ խնդրում։ Ինչի այդպես կխոսաս։ Գիտես որ քո ամեն բառդ կարևոր է։ Դա հիմա հարմար չի, Երևանում բնած բան կա։ Բան էլ չէ։
Բայց այս Բելորուսը լավ էլ ուժեղ է։ Եվրոպայի առաջնություն է, սակայն պետք է ուժեղ է։ Ասեցին զարը քեզնից 10 կիլո առավ տարչոտ ելել։ Լավ է երիշ։ Պրոստա դիգնոր իմացա։ Հմի ինչ, ուզես հոգեբանորեն ճնշես։ Գործ է։ Չես կրնա քնիս։ Մտածեմ կը կրնա անպես սաղնի, որ եկուց խայտարակ եղնի։ Նա ես քեզ իսպես սեմ։ Եթե դու եկուց չեմպիոն չդարար, ուրեմն ես Աստծուն էլ չեմ հավատա։ Պես մի սա Քրիստ։ Իբա ինչ ասեմ։ Ստերեսով մեկը կա որ ավելի արժանի է չեմպիոն դառնալու քան դու։ Մտիկ մեր որոշելիքը չէ։ Նաս, դու ես միշտ սե որ ամեն մարդ իրա անցած ճամփով բդի արժանի եղնի դրա երազանքին։ Իսկ անցածը ճամփեն ավելին է արժանի։ Այս գիշեր Ղարաբաղի Բերենական երկրորդ հակառակող պարտավորությունների եւ հրապարակներից շարունակել է ակակցել պաշտպանության բանակի առաջին դիրքեր վերցական հայկական։ Ընկեր Արտաշես ինչ կկատարվի։ Էլի հարցակվել եմ։ Թե ինչ ես, ինչ իմանամ, կեսիկ։ Որ Աստված ջանես ինչ պատիժ է։ Նամ։ Էդգարը կամավորագրվել գնացել է Արցախ։ Ես պետք է հետ երթամ Հայաստան։ Եկան հասան ես ուրանը թողնիս էր, կաս։ Գնաս։ Այ բալով ես կցավը տանում։ Նու վարգանամ ընձիլ ես էլի։ Դու գիտես որ ես քեզի շատ է սիրեմ։ Իմ երեխու պես հավասարն սիրեմ քեզի։ Կարող է ես կումադը դուզեմ, ցավը տանեմ։ Այ բալա լսե, դու տեղը թեմի ստեղ է։ Դու տեղը թեմի իմ մենս տեղ է։ Մեր երայնուն է զորը պտի պարացից ես։ Երկուն դժգոտ ես արտան է, ինքը բարձր տնես։ Ու կու հաղթանավ են մեր տեղակին ավելի մեծ ուր դա, կան կու իմ դեղ կապնվելըտ։ Ես ծր։ Ղարաբաղ-ադրբեջանական սահմանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, մարտերը տարբեր ուղղություններով շարունակվում են։ Այսպես սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք ռեպորտաժը նամակակացող դեկարակից 69 կիլոգրամ քաշային քար Արտակե Մասրանովը Թուրքիայի ներկայացուցիչը Դիլա Յահանը աշխարհի գործող չեմպիոնն է, մասնագետները նրան համարում են շատ կայուն մարզուհի ուժեղ հոգեբանությամբ։ Տեսնենք թե ինչպես կկատարի այս մոտեցումը։ Ստացվեց, պատրաստ չէ։ Եվ այսպես բարեկամներ, Թուրքիայի ներկայացուցիչը ցանկանում է երրորդ մոտեցումը դուրս է մնում մեդալների համար պայքարից, այժմ հերթը Բրիտանումն է, իդեպ մասնակիցներից ամենակրտսերն է Ռեյչել Թեյլորը, տեսնենք թե նա ինչպես կպայքարի և հետո իհարկե Բաչագութ և Նազիկ Ավդալյան, հերթը ուժեղներինն է։ Լավ սկսեց վարժությունը, վատ չէր Թեյլորը, կարելի ասել շատ վարժելու ունեցավ այս տարիքում 99 կիլոգրամ օգում վարժությունում իսկապես լավ է և դա նվազագույն բրոնզե մեդալ է։
Պայքարի մեջ խնացին ֆավորիտները, երկու մասնակից Բելարուսի ներկայացուցիչ Արիա Պաչաբուտ եւ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյան։ Աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյան։ Լուրջ հաղթանակներ տարած Նազիկ Ավդալյան իր անձնական մարշի Արտաշես Ներսիսյանի հետ։ 7 տարի հաղթակում չեղած։ Վթարից հետո պայքար չտեսած, բայց պայքարի ողջ վերադարձած։ Назик Авдалյան, изобретение на 100 километров. Ну что ж, посмотрим, на что ты способен. Экстерминатор. Նազիկը գիտի պայքարել, Նազիկը հաղթողի հոգեբանություն ունի։ Բարդ է լինելու դժվար, բայց Նազիկը հաղթել գիտի։ Տեսնենք։ Եվ ահա, Նազիկ Ավդալյան։ Ռիզկով։ Առաջին մոտեցում, ուշադրություն։ Ապրես ճիշտ է պահել են, ապրես։ Ապրես Նազիկ շատ լավ է, հաշված է Նազիկ Ավդալյան։ Եվ նա դառնում է առաջատար։ Գիտեք կրթությունը, խնդրեմ, տեսեք գրակետ, վստահ, շատ լավ ապրես։ Արդակ է գալիս մեր հիմնական մրցակիցներից մեկը, Պաչաբուտ, Բելարուսի ներկայացուցիչը պատրաստ է այսպես բանը, հոգեբանորեն Այդպես կոդորել, մեկ է պարտվից պտի, հմի վաղդին գկցե։ Եվ չի կարողանում բարձրացնել։ Այո, սա շատ հետաքրքիր է և շատ լավ։ Հիմա խոսքն ու հերթը Նազիկինն է։ Մեր մարզուին գալիս է հարթակ, ուշադրություն։ Ծանրաձողի քաշը 105 կիլոգրամ է, երկրորդ մոտեցում, Նազիկ Ավդալյան, Հայաստան։ Ես կծիկ։ Կուրսը բարձր։ Երասանցը 105 կիլոգրամը կրխամենևում է, Պաչաբուտը երկու անգամ ձախողել է 105 կիլոգրամը և հիմա շատ հետաքրքիր է։ Նա կարելի ասել վաբանք է գնում 1 կիլոգրամ ավելացրեց 106 կիլոգրամ, իհարկե անձնական քաշով ավելի թեթև է Պաչաբուտը, բայց որոշեց 106-ին մոտենալ, գնում է փոքր ոսկե մեդալի։ Տեսնենք, վճռական, բախտորոշ պահ Պաչաբուտի համար, գործառու մարզուհին այլընտրանք չունի, դիպ կատարի վարժությունը և վերևում, իրացած մոտեցում էր ոչինչ չես ասի երկու ձախողված 105 կիլոգրամներից հետո Պաչաբուտը գլխավերևում պահեց 106 Պաչաբուտը խլոստաբուրտը չի դնում, Նազիկ քեզի տեսնում։ Նազիկ Ավդալյանը կարող էր 106 կիլոգրամ պատկերել, բայց հավասար արդյունքի դեպքում նա կմնա երկրորդ հորիզոնականում, որովհետև անձնական քաշով ծանր է Պաչաբուտից։ Դրա համար մեր մարզիչները ստիպված են հայտարարել 107 կիլոգրամ, երրորդ մոտեցում ծանրաձողին է մոտենում Նազիկ Ավդալյանը։ Ուշադիր, շատ կարևոր մոտեցում է Նազիկ, հավաքված, Ափսոս, շատ վտանգավոր էր։ Не получилось у Авдалянны, она остается на... Տեսակ ծանրաձողային կողեց այդ շվարելիչքը։ Լավ կերնի։ Բայց ամեն ինչ անցավ, բավարարվում ենք արծաթե մեդալով։ Հուսանք, որ հրում վարժությունում, որտեղ նա շատ լավ է զգումին են, կկարողանա ետ բերել կործրացը։ Այս պահին Բարի երեկոյություն առաջին հրատվականին արտակարգ թողարկումները։ Բացի առաջնագծում ունեցող մարմերից հակառակորդ հայրենային հարվածները հասցրել խաղաղ վնասավայրերի երկու շարք ջրամասերի մշտական տեղակայման վայրերի։ Որ հաղթե ազգին չխոր խնա, վեմ ոստերի տաղետ։ Որ չհաղթել, հալան է իր առաջ։ Եվ այսպես սիրելի բարեկամներ, մենք շարունակում ենք ռեպորտաժը նորվեգական Սորտե քաղաքից 69 կիլոգրամ քաշային կարգ։ Մարտա Ալբերինի Իտալիա 14 կիլոգրամ է ծանրաձողի քաշը վերևում ստացվեց փորձ։ Թուրքիայի ներկայացուցիչի հերթական մոտեցումը ոգում վարժության այնքան էլ լավ չմաստակցեց, հիմա հրում վարժություն է, առաջին մոտեցումը ձախողել է, երկրորդը ստացվել է, տեսնենք երրորդ մոտեցում և նորից ձախողված մոտեցում։
դուրս է մնում մեդալների համար պայքարից, այժմ հարթակ կգա Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը Ռեյչել Թեյլորը, իդեպ նա ամենակրտսերն է մասնակիցներից։ Իմ ոտքի նստած անգլիացի մեկնաբանը շատ է հավատում իրենց ներկայացուցիչ, բայց չստացվեց։ Սիրելի մարզասերներ, հետաքրքիր իրավիճակ է ստացվում, այսպիսով պայքարի մեջ է մնացել ընդամենը 2 մարզուհի՝ Բելարուսի ներկայացուցիչ Պաչաբուտ եւ Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյան։ Հիմա հետաքրքիր է, շատ հետաքրքիր, անչափ համառ պայքար է սպասվում։ Պաչաբուտն է մոտեցել ծանրաձողին, 125 կիլոգրամ է քաշը։ Վերևում ահում է, երկու մոտեցումը ստացվեց եւ հիմա Նազիկ Ավդալյան։ Ոցարու Արտաշես Տերսիսյանը գիտի իր սաներին պայքարի մղել։ Հիմա հաղթանակի, գուցե չեմպիոնության է ուղարկում Նազիկ Ավդալյանի։ Երկրորդ փորձին է գալիս Նազիկը։ Մրցակիցը Բելարուսի ներկայացուցիչը 125 կիլոգրամը հրել է, որպեսզի Նազիկը շրջանցի նրան պետք է գոնե 2 կիլոգրամ ավելի բարձրացնի, ասել է, թե ծանրաձողի քաշը 127 կիլոգրամ է։ Ուշադրություն, Նազիկ Ավդալյանն է էկրաններին։ Կարևոր է, շատ կարևոր է այս մոտեցումը։ Շատ բան է կախված սրանից։ Ուշադիր, Նազիկ, ապրես կանգնել։ Վիճակում է մեր մարզուհին, տեսնենք ինչով կպատասխանեն մրցակիցները։ Շաբաթ լարված պայքար, մթնոլորտը թեժ է, շատ շիկացած, 2 մարզուհի, Պաչաբուտ եւ Ավդալյան, մեկական մոտեցում։ Բելարուսները կարող էին 127 կիլոգրամ էլ պատվիրել եւ դա բավական կլիներ անձնական հաշիի հաշվին առավելություն ստանալ Նազիկ Ավդալյանի նկատմամբ, բայց դրանք գնում են վաղանք եւ պատվիրել են 130 կիլոգրամ։ Ուշադրություն, ներքևի հատվածում լավ է կատարում վարժությունը Պաչաբուտը վերևում պահում է։ Բելարուսի ներկայացուցիչը պահում է, քաշը գլխավերևում եւ լուրջ խնդիր առաջադրում Նազիկ Ավդալյանին։ Երեկոյի ամենավճռական պահը, հարթակում Նազիկ Ավդալյանն է, ծանրաձողի քաշը 132 կիլոգրամ։ Բարձրացնելու դեպքում մեր մարզուհին կհռչակվի Եվրոպայի չեմպիոն եւ երկարատև դատարանից հետո վերադառնալով ընդամենը 1 տարի մարզվելով ահա այսպիսի մարզավիճակ է ձեռք բերել Նազիկ Ավդալյանը ու տեսնենք ինչ կանի։ Ծանրաձողի քաշը 132 կիլոգրամ է։ Վերջին մոտեցում։ Հայ ջան, ինչ եք, ուրդեղ եք, մենք լավ ենք, դուսա, անպայման պիտի հաղթենք, մենք ստեղ դուղը տեղ։ Աստված ձեր լավ բերանքություն, Եվ այսպես ծանրամարտի Եվրոպայի առաջնություն 69 կիլոգրամ քաշային կարգ, հարթակին Նազիկ Ավդալյանն է, Հայաստան։ Արտակի վրա Այդ ժամանակ իր աչքերից կրակ պտի թափի Պտի ուրիշ մարդ դառնա Ինքը այլենի գազան պտի դառնա Իրանից ուժեղ Ոչ մեկը չպետի եղնի
Տեսնում եք, որ դրաման էլ կարող է երջանիկ ավարտ ունենալ։ Բարև հայ ազգիս, այժմ ես իմ հաղթանակս կնվիրեմ Արցախում կրվող մեր տղեկին։ Մենք ձեզնով ենք ուժեղ, մենք ձեզի հետ ենք։ Ձեր էկրաններին հրաշք։ Բոլորիս սխալ հանեցին, այ աղջիկ։ Արդակ է բացում և ինչ վնասվածքից հետո, և ինչ իրավիճակից դուրս գալուց հետո, ապրես, նազիկ, մարդ ու պատիվ կեզ, ուղղակի երջանկությունը շետ կարողանում հացնել, բարեկամներ։ Արմենիա, Հայաստան և մեր օրներքը, Նազիկ Ավդալյանի պատվին։ Վերջին պահի բարձրացնելով սառնաձողը, մեր մարզուհին ապացուցեց, որ ուղղակի հիանալի է, ուղղակի բարձր մանրավիճակ ունի, ուղղակի ինքն այսօր ուժեղագույնը Եվրոպայում։ Մեկ անգամ ևս, սիրելի բարեկամներ, կմոշնենք այս հիանալի պահը։ Մեր մարզիկը որոշեց այնպես կռվել, այնպես պայքարել այստեղ, որ մեր զինվորները, մեր հերոսները հասկանան, որ այստեղ ենք պատերազմել և այստեղ ենք մենք հաղթում ենք։ Սիրելի բարեկամներ, այս ռեպորտաժը ավարտված է։ Բաջ, սկան ժամանակում մաման քեզի մենակ էր թողել, այս մեդալի համար էր։ Ինձի մանտերը պեց, ինձի մամասը պեց։ Ես քեզ էլ երբեք մենակ չեմ թողնի, լսես կը։